Մայրը տանն է եղել, երեխաները դրանը, ասում են, դպոցի ձայնը լսել, դուրս է եկել եւ մեծ աղջիկը քրոջը տուն է բերել։ Մարզային թղթապանակ Ֆորտունա հեռուստաընկերությանը պատմում է հուլիսի 27-ին Վանաձորի բուլղարական թաղամասի վագոն տնակում մահացած գտած 6-ամյա Մարիայի ընտանիքի հարևանը։ Մյուս հարևանն էլ ասաց, որ 10 տարեկան քույրիկն է գտել, նրան խեղդամահ արված։ Նաշադրնի են ուզել, չգիտեմ հարևաններից ով է տարել, տեսել է մայրը երեխային ջրի մեջ է պարկացրել, որ օգնի ուշքի գա, պատմել է մյուս հարևանը։ Նրանց խոսքով ընտանիքը մի քանի ամիս առաջ է եկել Անհիձորից բուլղարական թաղամասի վագոն տնակը վարձակալել։ Հարևանների հետ շփում չեն ունեցել, հայրն է աշխատել, իրիկունները տուն եկել։ Տեսել են, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել։ Հեռուստաընկերության թղթակցին ասում է մեկ այլ հարևան։ Դաժան բան է, այդ երեխային տար ինձ, ես պահեի, ասում է մեկ այլ կին։ Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին առողջվածային ու ողբերգական մահվան դեպքեր տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 19:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձոր քաղաքի բուլղարական երկրորդ ավանի տնակներից մեկում երեխայի տիկը Շոմշենկոմը հայտնել էր, որ դեպքի վայր են ժամանել ՀՆԳ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը, ոստիկանության բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջկա մարմին։ Այսօր հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 0:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաշտոցի բաժնում ՀՆԳ ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում միաժամանակ հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տիկը, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՆԳ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի եւ ՀՀՆԳ ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի եւ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Հայաստանում չես գտնի, հարգելի բարեկամ, երկու կուսակցություն, որը հետևողականորեն տարիների ընթացքում տարել է իր կուրսը եւ որոնք նաեւ իրար հակոտնյա են։ Երկու կուսակցություն, որոնք ունեն ռեալ քաղաքական, գաղափարախոսական հակասություններ։ Շատերդ կարող եք ասել Դաշնակցություն եւ Հայ ազգային կոնգրես, բայց եւ Դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը չդերսևորեցին հետևողականություն։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման թիվ 1 ջատագովը պետք է լիներ Հայ ազգային կոնգրեսը։ Բազմաթիվ ապացույցներ եմ ես ներկայացրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականին առաջին հայացքից ժողովրդի կողմից էր, ընդդիմության կողմից էր, այսինքն իշխանությանը դեմ էր, լավ այսպես ասենք, ֆինանսական ծառայություններ են մատուցել այն մարդկանց, այն զինվորականներին, ում բերել էին Արցախից եւ բաց թողել ժողովրդի վրա։ Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ֆինանսական ծառայություն մատուցել Օգանովսկում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ֆինանսական ծառայություններ մատուցել Սպեցնազի հրամանատար Գագիկ Սարգսյանին։ Գագիկ Սարգսյանը օրինակ ունեցել է 5 միլիարդ 200 միլիոն դոլար վարկ փոխառություն, որը տրվել է եւ հետագայում ջրվել է Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, հեղափոխական ճակերտավոր Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Եվ այս խայտառակությունը պիտի Լևոն Զորաբյանը կամ Հայ ազգային կոնգրեսի մնացյալ կուսակցականները, ովքեր նախընտրական կամպանիային էին մասնակցում, օրինակ, պիտի դնեին Նիկոլ Փաշինյանի դեմը եւ պահանջեին պատասխան, բայց բացարձակ լռություն։ Դաշնակցություն կուսակցությունը
ով հանդես է գալիս ազգայնական, այսպես ասած, հայդատական մոտեցումներով, 2018 թվականի ապրիլ ամսին վարչապետ է ընտրում մեկին, ում նախագահության օրոք ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից հանվում էին Արարատ լեռան նկարները, ում նախագահության օրոք կարելի ասել կասկածի տակ էր դրվում ցեղասպանության հանգամանքը եւ միաձայն այդ կուսակցությունը, խմբակցությունը 18 թվականի ապրիլին նախ վարչապետ է ընտրում Սերժ Սարգսյանին, ում կառավարման տարիներին բազմաթիվ են եղել դեպքեր, տասնյակ են եղել դեպքեր, թե հասարակական սեկտորից, թե բյուրոկրատական համակարգից մարդիկ, ովքեր վերապատրաստում են անցել Թուրքիայում եւ հետագայում ունեցել են կարիերայի թրիշկաձև աճ։ Եվ այդ կուսակցությունը, այդ խմբակցությունը վարչապետ է ընտրում սկզբից Սերժ Սարգսյանին, այս ամենի թիվ 1 պատասխանատուին եւ հետագայում մեկ շաբաթ անց նույն խմբակցությունը բացառությամբ մի հոգու վարչապետ է ընտրում փողոցային շարժում գեներացնող իբրև թե Նիկոլ Փաշինյանին։ Այս կուսակցությունը, հարգելի բարեկամներ, առավոտից երեկո խոսել է, խոսում է Արցախից, բայց կուսակցության մարդիկ, կուսակցականները Արցախում զբաղված են, Արցախի կորստից են խոսում, բոզի լաց են դրել, բայց բազմաթիվ կուսակցականներ ներգրաված են եղել Արցախում տեղի ունեցած կոռուպցիայի, հսկայածավալ կոռուպցիայի մեջ։ Դեպքեր են եղել, հարգելի բարեկամներ, շատ են խոսել սրա մասին, եւ դաշնակ-մաշնակներ իրենց հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Չկան կուսակցություններ, որոնք գաղափարական հակասություններ ունեն, չկան կուսակցություններ, որոնք հետևողականորեն տանում են իրենց գիծը, իսկ քաղաքականությունը եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պիտի կուսակցությունները, մարդիկ, լիդերները պիտի պատրաստ լինեն զրկանքների, գաղափարների համար զրկանքների եւ նաեւ ասում են պիտի պատրաստ լինես զրկանքներ տալ քո հակառակորդին։ Եթե այս ամենը չկա, ոչ թե փողի համար, այլ գաղափարների, մոտեցումների քաղաքական, ապա շատ տխուր է, մի խոսքով այս շարքը կարելի է երկար թվել, բայց Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 150 կուսակցություններ, հարգելի բարեկամներ։ Չկան այս չափանիշներին համապատասխանող գոնե 2 կուսակցություն, բայց գրանցված են 150 կուսակցություններ, կուսակցապետեր կան, շատ է լինում, երբ ինձ զանգում են ինչ-որ միտեղից, ասում են, ես ինչ կուսակցության նախագահն եմ, ասում են, ձեր Գյումրի տարածքային կազմակերպության ղեկավարը ով է։ Լոռու մարզում ձեր կուսակցության ներկայացուցիչը ով է, չկա, բայց կուսակցապետ են, ներկայանում են որպես կուսակցության նախագահ։